Փառքնեժդեհին։ Խոսել եմ իհարկե նորից Իրանի շուրջ եւ առհասարակ աշխարհում տեղի ունեցող շատ վտանգավոր երևույթներից եւ Հայաստանից ներքաղաքական իրավիճակից եւ մինչեւ այդ շատ կարեւոր մի երևույթը բացահայտող կամ մարդուն ճանաչելու, ասենք մի հատկանիշ բացեմ ձեր համար, ինչպես եմ ես պատկերացնում, էլի։ Ուրեմն քանի որ Հայաստանում արդեն մրցավազք է, չէ, նախընտրական, հա, դեռ մեկնարկը տրված չէ, բայց բան է, դե սկսել են մարդիկ։ Ուրեմն, սիրելի հանրություն, որպեսզի դուք մեկ է քաղաքական դաշտը նախկին ու ներկան այնպես են արել, որ իրենց մեջ բաժանվի։ Դրանց մեջ տարբերություն չկա, որովհետև դրանց ասողը մեկն է, նույնն է, այնտեղ Կրեմլից են ասում, երկուսին էլ Կրեմլից են կառավարում, բայց իրենք ուզեցել են դաշտը բաժանեն իրենց մեջ, որ ով էլ պարտվի, հաղթողը իրենցից լինի։ Բայց որպեսզի դուք ճանաչեք լավ այդ հանրահայտ Ռոբերտ Քոչարյանից, Սերժիկ Սարգսյանից, ասենք Սամվել Կարապետյանից, Նիկոլ Փաշինյանից բացի, էլ ովքեր են նախկին կամ ասել է թե Կրեմլահապատակ։ Շատ պարզ եղանակ կա, որտեվ հիմա քաղաքական դաշտում այդ քաղաքական միավորները, որոնք հայտնի են արդեն, իրենք ծնում են նոր քաղաքական բջիջներ, սաղ նոր են ձևավորվում, բայց արդեն իսկ հələ նոր ձևավորվում են ու սենց բարձրակ ամպագորգոր հայտարարություններ են անում իրենց սենց բան, բայց մի նմուշ կա, մի ատրիբուտ կա, որ մատնում է իրենց ով լինելը, մատնում է իրենց ռուս-թուրքական, մոսկովյան կամ առհասարակ թրքաբոլշևիկյան դաշինքին, ուժերին ծառայելու իրենց այդ նկարագիրը բացահայտվում է, որն է այդ հատկանիշը։ Ուրեմն այն քաղաքական բջիջը, որը նորը, հա, իմիջիալուց ասեմ, նախկինները փորձել են եւ կապ չունի, ես որ ասում նախկին Նիկոլը հետներն է, Լևոնից մինչեւ Նիկոլ նախկին են։ Ուրեմն իրենք նոր քիմիական, ասես միացություններ են առաջացնում, ասես ռեակցիաներ են բերում, մարդիկ այստեղից անջատում ընդեղ են տանում, ընդեղից բերում այստեղ, նոր, ասես ռուսերեն ասած խիմիչիտներ են անում, իբր մի նոր քաղաքական միավոր ստանան, որ իբր իրենց հետ դա կապ չունի, էլի, որ դաշտը իրենք բանան են, բալանսավոր են, հա, ոնց որ Նիկոլը ունի, բանը, սազանդարներ ունի, թրքահապատակ են, խոսում են Եվրոպայից, արևմուտքից, բայց թրքահապատակ են, որտեվ իրենց Նիկոլը Թուրքիա է գնում։ Ուրեմն որն է այդ ցուցիչը, սիրելի հանրություն, այդ ցուցիչը Արցախի այսպես կոչված դրոշն է։ Ուրեմն Արցախը միջազգային իրավունքով եւ առհասարակ դա Հայաստանի անբաժանելի մաս է։ Այսինքն, եթե Արցախը Հայաստանի մասն է, ինքը չի կարող ունենալ զինանշան եւ դրոշ արտաքին աշխարհին ներկայանալու։ Հայաստանի ներսում որպես մարզ կարող է ինքը իր տարբերանշանը ունենալ։ Ինչպես Երևանն ունի, քաղաքը իր զինանշանն ունի, կամ Սևանն ունի, Վանաձորն ունի, ամեն մեկն ունեն։ Բայց Սևանը չի գնում, ասեք, երբ որ գնում է միջազգային, որից է սպորտային կլինի, գիտական կլինի, Հայաստանի դրոշով է գնում, չի գնում Սևանի այդ բանով, Սևանալիչի պատկերով, կղզով կամ չգիտեմ, կա, չէ՞, ամեն մի շրջան կամ մարզ ունի իր բանը, խորհրդանիշը։ Եթե քաղաքական բջիջը, միավորը, սաղմը, որ նոր ուզում եմ, Արցախի դրոշով է հանդես գալի, դա ուրեմն նշանակում է ինքը ծառայում է KGB-ին, ասեք թրքաբոլշևիկին, որովհետև Արցախի անկախացումը եւ Արցախի դրոշը, զինանշանը ստեղծել են հենց ռուսական հատուկ ծառայությունները, որպեսզի Արցախը Հայաստանից անջատ պահեն։ Եվ ունի ձեռամբ։ Ու մինչև օրս պահում են դա, որտեղ Ռուսաստանը տարածաշրջանում թուրքերի հետ, ինչու՞ չէ պարսիկների հետ համախպերություն է անում, համ էլ մեր միջոցով վայ գլխներին պահում է։ Այդ Արցախին, ասենք թուրքերից հրաշահելով, գոնե անկախ պահելով, ոչ թե Հայաստան ճանաչելով, հիշում եք Պուտինը, որ ասում էր, «Իսկ դուք չէիք ճանաչել Արցախը, ասենք անկախ կամ ձեր մաս», բայց այդ իրենք էին պարտադրել, որ չճանաչեն, այդ իրենք էին պարտադրել, որ Արցախն առանձին լինի։ Հասկանում եք։ Ու ասենք համ պարտադրում են, համ էլ այնքան
բանեն որ թքած ունեն այդ իրենց գործիքի վրա, որին պարտադրել են որ Արցախն առանձնացրեք ու չճանաչեք, նաև ասում են, բայց դուք չեք էլ ճանաչել։ Հիմա եթե գալիս է օրինակ Արման Թաթոյանը, ասենք ով, ասենք Սերժ Սարգսյանի մարդու իրավունքների պաշտպանն էր, որ այն ժամանակ քունը տանում էր, ձենը փորից դուրս չէր գալի, այսօր շատ խրոխտ ելույթներ է ունենում։ Ասենք ասում է Արցախը հայությունը պետք է վերադառնան Արցախ, չի ասում ինչ կարգավիճակով։ Որպես Ադրբեջանի քաղաքացի, թե Արցախը Հայաստան է։ Եթե որից մեկը չի ասում Արցախը Հայաստան է եւ Արցախի դրոշ է թափահարում, նշանակում է բոլշևիկյան այդ վարչական որոշումների գերի է։ Սա է ցուցիչ լինելու։ Ասենք կտեսնեք, կարող է մեկը ընդհանրապես քաղաքադաշտում հայտնի չի եղել։ Բայց եթե ինքը եկավ Արցախի դրոշով, ոնց որ խորհրդարանում են անդիմություն կոչված նախկիններ, որ Արցախի դրոշով նստում են, դրանք ոնց որ զորով ասեն Արցախը Հայաստան չի։ Զորով։ Այսինքն դեմ գնան միջազգային իրավունքին, այսինքն պաշտպանեն բոլշևիկներին, Կրեմլին։ Մոսկովյան պայմանագիրը, որի վրա իմիջիայլոց Ալիևը թքել է, որովհետև հասկանում է, որ դա իրեն լավ տեղ չի տանում։ Որովհետև միջազգային իրավունքը ավելի կարևոր է, քան այդ ռուս-թուրքիական այդ ապօրինի որոշումը, Մոսկվայի պայմանագիրը։ Բայց եւ այդուհանդերձ Իլհամը կարող է հրաժարվել այդ իր ծնողների, այսինքն Թուրքիայի եւ Ռուսաստանի պայմանագրից ռուս-թուրքական, բայց Հայաստանի պարտադրում են, չէ, դու պետք է մնաս այդտեղ։ Որ չխանգարեն Իլհամին ամեն ինչ օրինականացնելու։ Այսինքն դարձնելու Ադրբեջան։ Մոսկվայի պայմանագիրը եթե գործում ենք, չի կարող Նախիջևանը դարձնել Ադրբեջան, Արցախը դարձնել Ադրբեջան։ Չի կարող։ Ինքը պետք է դրանց հրաժարվի։ Եթե ինքը դրանց հրաժարվում է, ինքը ավելի վատ վիճակում է հայտնում, եթե Հայաստանն էլ է հրաժարվում։ Բայց Հայաստանին ասում են դու չհրաժարվես, դու մնա այդտեղ։ Թող այնտեղ են տղեն իր հարցերը լուծի։ Ու ելի եմ կրկնում, եթե որևիցե մեկը ով ուզում է լինի, կասի որ կամ Արցախի դրոշ կցուցած թափահարի կամ կասի Արցախը հայությունը պետք է վերադառնան ու չպետք է ասի որ Արցախը դա Հայաստան է, Արցախը հայությունը Հայաստանի քաղաքացիներ են, հավատացեք իրենք Արցախի հարցի լուծումը տանում են լրիվ այլ ուղղությամբ։ Այսինքն այն ուղղությամբ ինչ որ էս 35 տարի գնացել է եւ մենք այսօր կորցրել ենք Արցախը։ Դա հենց այդ ուղղությունն է եղել։ Հենց այդ ուղղությունն է Արցախի կորուստի հանգեցրել։ Պարտադրել են Արցախը սարքել անկախ, հետո էլ ծաղրել են ախրեսկի դուք չէիք ճանաչում, որտեղ արգելել էին ճանաչելու։ Նորից եմ կրկնում, եթե քաղաքական բջիջը, միավորը, թիմը ճանաչված, անճանաչ, չգիտեմ, ես ինչ միացությունից, գոյացությունից առաջացած միավորում քաղաքական Արցախի դրոշ թափահարեց, ուրեմն իմացեք, տնաքանդ է։ Արցախը կարող է միայն ու միայն Հայաստան լինել, եւ Արցախը համահայկական հարցի մի մասն է ընդամենը։ Այնտեղ երեկվա եթերը ահագի բան Facebook-յան իմ ալիքում ահագի բանի առիթ էր դարել, մարդիկ ցնցվել էին, անգամ կային զգացի որ նիկոլագաններ կան, որ առաջ անգամ են, չգիտեմ ոնց է ստացվել, դիտել էին եւ ցնցված էին։ Վատ էին զգում, որ իրենց Նիկոլին քննադատում են, բայց չէին կարողանում հակադարձել իմ ասածներին։ Չէին դել, այ օրինակ էսի սենց է որ դու ասում ես։ Ես զգացի, որ իրենք ընդունում են իմ ասածը, բայց այնուամենայնիվ մնում են Նիկոլագան։ Դա այն է, որ ուտել գիտեն, մտածել չէ։ Դա հենց դրա մասին է խոսում։ Նիկոլագանը դա է։ Իսկ ով է ընդհանրեն ուտելու համար ապրում, գիտենք ով։ Ուրեմն Ժորժ ջան, հասկանանք, Արցախի դրոշը դա Հայաստանի պառակտման, հիշում եք ռուսները, ես էլի եմ ասել, երբ որ նոյեմբերի 9-ի պայմանագիր եղավ, ռուսներն եկան մտան Արցախ բան, իրենց եռագույն են սպիտակ կապույտ կարմիրը որ կա, սպիտակ կարմիր կապույտ, հա չէ, կապույտ կարմիր, վերջը կարևոր չէ ռուսի դրոշն ինձ համար։ Իրենց դրոշի վրա էլ են այդ զիգզակաձև, հիշում եք, սես բանով Արցախի այդ բաժան արար գիծը որ հա, այտենց այդ նշանով հիշում եք դրոշներով էին մտել իրենց թևներին կպցա, սես ուզում են սիրաշահեն Արցախի ժողովրդին, բայց իրենց գլխին եկավ։ Այն ինչ որ արել են մեր գլխին ռուսները, այսօր նույն կերպ իրենց գլխին է կատարվում։ Նույն կերպ։ Հայաստանի քաղաքական այս անցուդարձը թողենք։ Շատ վատ տենդենց եմ տեսնում միջուկային զենք ձեռք բերելու։ Այս բոլորն ուզում են արդեն եվրոպական պետությունները։ Դե, ասենք,
Գերմանիան ասում էր ես էլ եմ ուզում ունենամ դե որ այդպես է, դե մենք գիտենք որ 9 պետություն կա միջուկային աշխարհում տերություն։ Երեկ էլ Լեհաստանի ղեկավարն է ասում, մենք էլ ենք ուզում միջուկային զենք Ռուսաստանից պաշտպանվելու համար կամ առնենք, տվեք, սարքենք, մենք էլ ատոմակայաններ ունենք, մենք էլ կարող ենք ուրան հարստացնել կամ վարձենք ինչ-որ մեկից, բան, հասկանում եք, սա մարդկությունը փոխանակ հրաժարվի այդ աղետից։ Ճապոնիայի վրա միջուկային զենք նետելուց հետո, դե մարդ է, եթե մարդ է, կենթանի չէ, անասուն չէ։ Դա ուզում է ամերիկացի լինի, ուզում է ճապոնացի լինի, ուզում է ռուս լինի, ուզում է հայ լինի։ Եթե մարդը մարդավարի հասկանում է, ինքը պետք է հասկանա, որ այդ զենքը չարիք է բոլորի համար։ Այսօր այդ փնթի Ռուսաստանը, որ Խորհրդային Միությունի ժառանգությունը ստացած այդ 15000 մարտագլխիկ կա, չգիտեմ, այդ թվերը որքանով է ճիշտ, այդպես կար։ Ամերիկայից գրեթե 2 անգամ ավելի շատ մարտագլխիկ կա այնտեղ։ Բայց ով գիտի ոնց է պահվում դա, որովհետև ինքը դուրս եկավ այդ մագադեից, որոնք գալիս ստուգում էին ճիշտ են պահում միջուկային ռումբը, քանակ ավելացնում են, չեն ավելացնում։ Ինքը մի 2 տարի առաջ դուրս եկավ այդ բանից, համակարգից, որ իրեն չստուգեն։ Ասենք որ Ռուսաստանում լավ չխնամեն այդ զենքն ու պայթի։ Հենց իրենց բունկերներում։ Ու երկիր մոլորակ ուղեցրից դուրս գա, ասենք 15000-ից 1000-ն էլ պայթի, դա թեմա է։ Եվ չեն խնամում 15000-ին չեն խնամում։ Դա փող արժե, չէ՞։ Այսօր հաց չեն կարող առնել, ատոմային ռումբը ոնց են, դա փող արժե, ատոմային ռումբ պահելը, ոչ միայն արտադրելը, պահելը։ Ու դա շատ վտանգավոր է։ Ասենք Աֆրիկայում ապրող են վայրի ցեղը։ Ես հələ չեմ ասում կենթանիները։ Այդ վայրի ցեղը ինչ մեղավոր է, որ ռուսը, ասենք, ատոմային ռումբ է սարքել, քիչ չի մի հատ պայել չգիտի, պայթեցնում է ամբողջ մոլորակի հեն անիծում է։ Կամ մարդը որպես կենթանի, միլիոն տարվա պատմություն էլ չունի։ Կենթանիներ կան, այս 50-60 միլիոն տարի այս մոլորակի վրա ապրում են։ Մինչև մեր ծնվել է, այս մոլորակի տերերը իրենք են եղել։ Հաշկանել ասենք անասուն են։ Մենք պետք է բնություն է, չէ՞։ Բոլորն էլ տեղ ունեն այս մոլորակի վրա։ Ո՞վ է իրավունք տվել ատոմային ռումբ կիրառես, որ ասենք ագրավը, չգիտեմ, կոկորդիլոսը, չգիտեմ, ես իմ ինչը վերանա։ Այսպիսի բաներ կա եւ շատ վատ է, որ փոխանակ օրենք մտցնեն, ով բոլորը վերացնում են իրենց միջուկային զենքերը, ով որ չի վերացնում իր այդ առանձին վերաբերմունք, թույլ են տալ, որ մտածենք, թե մենք էլ ունենանք ատոմային ռումբ, չի խանգարի։ Ինձ համար արդեն իսկ այս պահից սկսած ցանկացած միջուկային տերություն ինձ համար հիմար երևույթ է։ Դա կլինի Ամերիկան, կլինի, դե Հյուսիսային Կորեան ընդհանրապես ես այդտեղ բան չեմ տեսնում։ Պակիստան կլինի, Ռուսաստան կլինի, հա, Ֆրանսիա կլինի, Անգլիա կլինի։ Ելով ունենք։ Հա, Չինաստանը, դա Իսրայելն էլ թաքուն է պահել, ասում է մարդ գլխի չի ունի, այն Ռուսիա ասած նի ռիբը նի միասա, էլի։ Ատոմային ռումբ պահելն անգամ արդեն պետք է մարդը պետք է արդեն աշխարհին հասկացնի, այն հասկացող, որ ատոմային ռումբ ունեցող պետությունը արդեն ինքը ոնց որ աշխարհին ռիսկի տակ պահի։ Չարիք։ Պետք է վերացվի։ Այս դրա դեմ պետք է համամարտկային պայքար տարվի։ Համամարտկային պայքար։ Միանշանակ սրա դեմ պետք է առնել։ Այսօրվա թեմաները սա էին, իսկ Պարսկաստանում շահի որդին ստանձնեց հոր պարտականությունները եւ ասեմ, որ Պարսկաստանը, չգիտեմ ով է իրեն համոզել, ինքը շուտ խորանում է, ել եմ ասում, ես չէի պատկերացնում եւ ինքը Պուտինից կարող ավելի ծանր վիճակում հայտնվի, որովհետեւ իրեն չեն աջակցելու։ Չինաստանը բոլորին ռուսի պես շատ փափուկ օգտագործում է, շատ փափուկ։ Այդ մեր երկու հրթիռով Պարսկաստանը շատ անհարմար վիճակում է հայտնվելու, շատ անհարմար։ Ուղղակի կուզենայի, որ որոշում կայացվեր, ասենք, շատ կարճ, իհարկե ես պատերազմին սկզբանե դեմ եմ եղել, անգամ չէի պատկերացնում, ուղղակի որպեսզի մեր բան թշնամի Ադրբեջանը մի քիչ չէ, շատ ծանր հարված ստանա, ասենք Իսրայելը օգտագործի, էլի, Իլհամն էլ դրանց Նիկոլն է,
ասենք վզին դնի եւ ասի քո տարածքից պետք է մի հատ մտնեմ դուրս գամ կամ երկու հրթիռ մոտիկա տեղից գցենք, բերենք, ունենք բազա կա, դես կա, դեն կա։ Արվի էլի, մի հատ դες բան արվի։ Հա, եւ լավ կլինի։ Սիրելի հանրություն, ուրեմն անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական թեմային, հիշեք, եթե մի-որ մեկը խոսում է անկախ Արցախից, ուրեմն ինքը շարունակում է Կրեմլի ծրագիրը։ Այսինքն Արցախը հեռացնել Հայաստանից հնարավորինս։ Դա թող լինի ցուցիչ, որ իմանաք այդ մարդկանց այդ գործ ունենալ պետք է թե չէ։ Թե Նիկոլի մասին թափես խոսում, նա արդեն Արցախը ոչ թե դա անգամ Արևմտյան Ադրբեջան է ուզում ներմուծել Հայաստան։ Այն որ բանը Էրդողանն ասում էր, «Հեյ, հայեր, հələ ձեր արխիվները բացեք, այնտեղ բաներ կա դրած է, ոնց եք դուք թուրքերին կոդորել եք սարեք»։ Ինքը գիտի, որ Նիկոլին հանձնարարել է այնտեղ թղթեր տանեն։ Այսօր Արևմտյան Ադրբեջանի այդ պատմության այդ գիտությունների ակադեմիան մի կուզում է թղթեր տանեն դրան այնտեղ, որ դες բան կա, էլի, հասկանում եք։ Դուք պատկերացնում եք ստորության աստիճան։ Ու ասեք, այս Նիկոլականը, որ այսքան խոսում եք, ինքը տեսնում է, ասենք Նիկոլի վարքագիծը, արարքը, իմ ասածն ու այդ մարդու գործողությունը համեն գնում է։ Բայց էլի Նիկոլին է աջակցում։ Ասես իրեն դուր է գալի, որ բռնաբարում են կամ ստորացնում են։ Ստապեղեք։ Աշխարհում մնենց բան է տեղի ունենալու, որ կարող է շատ նպաստավոր լինել Հայաստանի համար։ Իսկ դրա համար Նիկոլ պետք չի։ Պետք է մարդ ազգային, որ այդ օկուտի վզից բռնի։ Ոչ թե Ալիևը ռուս-թուրքական պայմանագրից հրաժարվի, ինքը մնա դրա շրջանակներում, որ Ալիևն իր հարցերը լուծի։ Հասկացաք Նիկոլը ինչով է չարիք։ Մեզ պետք է որ լինի մարդ, որ ասի, ահա Ալիև ջան, դու ճիշտ ես անում, որ ռուս-թուրքական պայմանագրից հրաժարվում ես։ Մենք էլ ենք հրաժարվում։ Գնում ենք առաջին հանրապետություն։ Բայց այդ մասին Նիկոլը չի խոսում։ Նիկոլը չարիք է։ Մնաք խաղաղությամբ։